Կնոջ դեմքի արտահայտությունն ավելի կարևոր է, քան նրա հագուստի։ Ողջույն, մեզանից մեկը հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Ես հաղորդավար Երվան Մարեյանը սիրով ողջունում եմ ձեզ եւ մաղթում բարի հանգստյան օրեր։ Մենք այսօր եւս բացահայտելու ենք մի շատ հետաքրքիր կերպարի, իսկ մինչ այդ տեղեկացնեմ, որ մեզանից մեկը հաղորդաշարի գործընկերն է Flash-ի Gold ընկերությունը, որն առաջարկում է մորթյա իրեր, աքսեսուարներ եւ ոչ միայն կարող եք այցելել Նայիրի Զարյան 74B եւ իհարկե համոզվել ինքներդ կատարելով հետաքրքիր գնումներ։ Եվ այսպես մենք բացահայտենք այսօր ամենագեղեցիկն ու թրենդայինը միասին մեր լրագրող գործընկեր, իմ շատ լավ ընկեր Մոնիկա Ալոյանի հետ միասին։ Մոնիկա ջան, ողջույն։ Ողջույն Երվան ջան։ Շնորհակալություն քո թանկ ժամանակից կտրվելու եւ մեզ տրամադրելու համար, շնորհակալ ենք քեզ այցելելու համար։ Սիրով։ Մոնիկա ջան, նախ ուզում եմ խոսել որպես լրագրող, երկուս էլ լրագրող ենք մասնագիտությամբ, ուզում եմ լսել կին լրագրողին, թե առհասարակ ինչ է ինքը նախընտրում կրել, բայց մինչ այդ խոսենք գործնականից, որտեղ ամբողջ օրը զբաղված լինելով հարցազրույցներով եւ հանդիպումներով կարեւոր, ինչքանով եք առանձնացնում գործ, թրենդ, հագնել, դիմահարդարում, վարսահարդարում եւ այլն։ Երվան ջան, ըստ ինձ նորաձևությունը լեզու է, որը խոսում է առանց բառերի։ Ես հիմնականում սիրում եմ շատ մինիմալիստական ոճով ներկայանալ, նախ առօրյայում եւ այդ թոհուբոհի մեջ, այսպես ասած աշխատանքային ավելի հարմար է շատ հասարակ կերպարով հանդես գալ։ Իսկ արդեն նկարահանումների եւ տոնական օրերի ժամանակ նախընտրում եմ ավելի վառ կերպարներով հանդես գալ։ Ինչն է առավել կարևոր ձեզ համար եւ տոնական հանդիպումների ժամանակ եւ գործնական հանդիպումների ժամանակ, ինչու՞ չէ նաեւ հարցազրույցների գնալիս պետք է լինել առավել կոկիկ հագնված ու ոչ թե, ասենք, թափթփված ոճով։ Իհարկե կան մարդիկ, կան կանայք եւ տղամարդիկ նույնիսկ, որ թափթփված ոճը իրենցն է, սակայն ես դա չեմ ընդունում, լինելով ինքս եւ եթերային կերպար եւ նաեւ լինելով բեմական կերպար, ես ինքս չեմ նախընտրում այդ ոճը, ավելի կոկիկ տեսքը մարդու մասին ավելի շատ է խոսում։ Իրականում հնարավոր է նաև տարիքային է ինձ մոտ, բայց թափթփված ոչ նախընտրում եմ։ Հիմնականում ինձ համար ոչ թե այդ թափթփված կամ ավելի, այսպես ասած, ազատ ոչ։ Ազատ ոչ, հա, չէ, ոչ թե օրինակ այդպես պիջակ, տաբատ, հա, պաշտոնական ոճի մեջ հագնվելն է, կարևորը որ մարդ կոկիկ, մաքուր հագնված լինի, ինձ թվում է դա առավել կարևոր է։ Եվ հագուստից զատ կարևոր է նաև մարդու խոսքը, մարդու պահվածքը, այսինքն այնպես չի, որ միայն հագուստը կարող է մարդուն նկարագիր տալ, էլի։ Դուք մեր ամենաերիտասարդ մասնակիցներից եք, մինչ այս եղել են բազմաթիվ կանայք, աղջիկներ, որոնք խոսել են իրենց թրենդից, ոճից, դուք լինելով ավելի երիտասարդ ու ավելի ոճային կերպար, այսպես ասած, ու հանրության շրջանում առավել շատ մասնակցություն ունեցող անձերից մեկ, կխնդրեի բացահայտել ձեր ոճը միասին։ Ինչ եք շատ նախընտրում, այն նշեցիք, որ այսպես ասած թափթփված ոճը դուք ընտրում եք, բայց ինչը ինչի հետ կկրեք, ենթադրենք։ Ես սիրում եմ տարբերվել, եթե ուշադրություն դարձնեք, ենթադրենք իմ սոցիալական էջերի նկարներին, ակտիվությանը նկարներին, ես բոլոր ոճերով կարելի ասել սիրում եմ հանդես գալ, սիրում եմ ինձ փորձել տարբեր ոճերում, բայց հասկացել եմ, որ ինձ համար ավելի մինիմալիստական ոճն է շատ հոգեհարազատ։ Գույներից նախընտրում եմ սևը, սպիտակը մշտապես։ Ես այսօր մի քիչ անսովոր գույն եմ նախընտրել իմ հագուստի մեջ, որը որ գարնանային գույն։ Այո, գարնանային, որը ոչ միշտ կգրեմ օրինակ։ Եվ առհասարակ ինչի հետ կգրեմ, դա ոչ չեմ հետևում ինչ որ նորաձևության ստանդարտներին։ Հա, ես ուղղակի գիտեմ, որ ինձ մոտ ստացվում է համադրելը եւ ինձ նայում եմ հայլու մեջ, ինձ դուր եմ գալիս եւ դուրս եմ գալիս, անգամ լինում են դեպքեր եւ որ օրինակ, չգիտեմ, մայրիկս կասի Մոնիկա սիրուն չէ, մի հագի, այդ դրա հետ չի սազում, բայց ինձ համար դա կոմֆորտ է, գեղեցիկ է, ես մնում եմ այդպես։ Ինչը որ էլեգանտ է, ինչը որ գեղեցիկ է կամ ինչը քեզ հարիր է, դու ընտրում ես հենց այդ ոճը։ Ենթադրենք այս պահին դուք եկել եք հարցազրույցի, հենց այս հագուստն եք կրում, ուրեմն հենց այդպես էլ պետք է
Շարունակում ենք մեր զրույցը։ Վառ գույների մասին ինչ կասեք, որտեվ գալիս է ամառ, գարունից անմիջապես անցում ենք կատարում ամառ եւ շատ արագ է կատարվում մեր Հայաստանում։ Ինչ եք ընտրում վառ գույներից՝ կանաչ, դեղին, պայծառ գույներ։ Կարմիր ու վարդագույնն եմ շատ սիրում։ Թեև զգեստապահարանում ես շատ ու շատ այլ գույներով զգեստներ ունեմ, բայց ինչպես նշեցի, հիմնականում նախընտրում եմ սևն ու սպիտակը, ոչ մի կերպ չեմ կարողանում դուրս գալ։ Չեք ձերբազատվում։ Հա, չեմ կարողանում ձերբազատվել, բայց այս տարի կփորձեմ ամեն դեպքում բոլոր գույներից գունավոր, հա, զգեստներս հագնել։ Դե կանաչ օծի տարի է, փայտե օծի տարի է եւ իհարկե նա կարծում եմ առավել խստապահանջ պետք է գտնվի բոլորիս հանդեպ կրելով եւ կանաչը եւ վառը եւ նաեւ նեյտրալ գույները, այն նշում եք սև եւ սպիտակ գույները, ինձ թվում է դա էլ է տարիքի հետ խոսում, պրակտիկան ցույց է տվել, որ առավել երիտասարդները շատ ու շատ են նախընտրում սև ու սպիտակը, քան ենթադրենք գունային գաման։ Ինչ կասեք այս մասին։ Չէ, չեմ կարծում, որ դա տարիքի հետ կապ ունի, քանի որ իմ ընկերները, ովքեր որ իմ տարիքի են, շատ հաճախ հենց գունավոր հագուստներ են կրում, հարցը այստեղ ավելի շատ բնավորության մեջ է, ինձ թվում է, բնավորության, տեսակի, չգիտեմ, ոչ աձևավորվում տարիքի, խառնվածքի, հա, տարիքի հետ, իրադարձությունների հետ նաև կյանքի ինչ որ ոչ աձևավորվում, որ ավելի կոմֆորտ ես զգում քեզ այդ գույների մեջ։ Ենթադրենք դուք պետք է գնաք գործնական հանդիպման, էլի սև ու սպիտակի մեջ, թե պիջակներ, վառ գույներ, ինչ որ աքսեսուարներ լրացնող։ Պիջակ անպայման, հիմնական գործնական հանդիպումների շատ կարևոր, հենց պիջակով եմ գնում, ջինս, պիջակ, կրունկներ ու հիմնականում այդ պիջակը լինում է սև պիջակ։ Առավել գեղեցիկ ու առավել ինքնատիպություն արտահայտող կարծում եմ սև պիջակը, բոլորս էլ գիտենք, որ դասականն է եւ առավել խոսուն հարգելի կանայք, ես սա նորություն չեմ ասում, ես ինքս կրում եմ պիջակներ, բայց իհարկե սև պիջակը լավագույնն է, դասականն է եւ նորաձև է բոլոր ժամանակներում։ Շարունակենք մեր զրույցը Մոնիկա ջան եւ իհարկե ուզում եմ հարցս ուղղել մորթիներից, քանի որ այս պայն տեսնում եմ դուք կրում եք Flash Gold ընկերության մատանին եւ ականջողը, մեկ ականջող այն էլ, ինչով է առանձնանում մորթիները ձեր կյանքում, ինչքանով է կարևորում մորթիա իրեր կրելու կամ տաբատ, բաճկոն, պայուսակ, գլխարկ։ Մորթիները ինձ թվում է շեշտադրում են ընդհանրապես մարդու ոճը, տեսակը, քանի որ մորթիների եւ գույնից եւ տեսակից կախված նաեւ մարդու անհատականությունն է հայտ գալիս։ Ես սիրում եմ մորթիներ, ավելի մինիմալիստական էլի ոճի մեջ։ Դա նույնպես կարծում եմ, որ տարիքի հարց է, որովհետև ինչքանով որ տեսնում եմ, ավելի տարեց մարդիկ ավելի շատ են նախընտրում մորթի հաստ, մորթի 40+։ Դեռ այդ շեմը չեմ հատել, բայց ինձ եւս դուր են գալիս նրբաճաշակ, նուրբ երանգներով մորթիները, մուշտակները եւ հաճախակի նաեւ ես էլ կրում եմ, այո։ Տարվա եղանակներին համահունչ շատերն ասում են, որ պետք է ձմռանը մորթիան կրես, բայց կան կանայք, որոնք նախընտրում են ամռան ամիսներին որևէ աքսեսուար կրել, ենթադրենք ականջող, պայուսակ կամ, չգիտեմ, գլխարկ, որի վրա կլինի մի փոքր դետալ հենց մորթիա։ Կարծում եմ, որ պետք չէ տարանջատել ամառ, ձմեռ, եթե մարդ սիրում է մորթի, հատկապես մորթիա աքսեսուարները ինձ թվում է չեն պարտադրում հատուկ եղանակ։ Եվ մորթիա շալերը, օրինակ, շատ գեղեցիկ է երեկոյան, ամառային երեկոյան զգեստների վրայից կրելը, հա։ Երեկոների, այսինքն գնալ ինչ-որ միջոցառման եւ այլն։ Իսկ ինչ կասեք ֆիլմ դիտելու, հա, կինոդիտումների մասին, որոնք առավել ազատ հագուստ են պահանջում ու կարծում եմ շատերը այսօր նույնիսկ սպորտային հագուստով են գնում ֆիլմ դիտելու։ Անկեղծ ասած չեմ ընդունում սպորտային հագուստով, որ գնում են կինոդիտման, առհասարակ սպորտային հագուստը ես կարծում եմ, որ պետքա կրել քաղաքից դուրս գնալուց, անգամ ինձ համար շատ տհաճ է լինում, երբ որ գնում եմ խանութ, հագուստի խանութ կլինի, թե այլ խանութ կլինի եւ սպորտային հագուստով են դիմավորում, կարծում եմ այդքան էլ ճիշտ չի։ Վստահություն չի ներշնչում։ Այո, այո։ Կինոդիտման ենթադրենք ես հնարավոր է գնամ ոչ շատ տոնական, բայց ամեն դեպքում ինչ որ պատրաստված գեղեցիկ կոկիկ վիճակով, այո։
Ինչ կմաղթեք մեր հայուհիներին, որպես գեղեցկագույն հայուհի դուք եւս, ինչ կմաղթեք այն հայուհիներին, ովքեր փորձում են նորաձևությունը թելադրել եւ լինել առավել ինքնատիպ ոճային։ Ես կմաղթեմ մեր աղջիկներին, որպեսզի մեկը մյուսին չնմանակեն, ոչ արտաքին փոփոխությունների առումով եւ ոչ էլ ոճի առումով։ Ինձ թվում է, որ ամեն մարդ պետքա անհատական իր կերպարը ունենա եւ ընդհանրապես պետքա մարդ սիրի իրան նենց ոնց կա, իր ոճը, իր կերպարը ու հաստատ նմանակելու միջոցով արդեն մարդ իր ինքնությունը կորցնում է։ Ամեն մարդ պետքա իր վրա ոնց որ ունենա իր շեշտադրումը, ինչով է ինքը առանձնահատուկ, ինչով է ինքը լավը։ Եվ նաև կցանկանամ, որ մեր աղջիկները կանայք միշտ լինեն գեղեցիկ, սիրեն, լինեն սիրված եւ առողջ լինեն ամենակարևորը։ Շնորհակալություն հաճելի ու հետաքրքիր զրույցի համար, բարեմաղթանքների համար։ Հարգելի կանայք, դուք եւս եղեք տարբերվող, մի կրկնօրինակ եք։ Իհարկե կարող եք հետևել նորաձևության միտումներին եւ իհարկե ծանոթանալ այդ տարվա գույներին ու նորաձևությանը։ Սակայն դուք կարող եք լինել էլ ավելի նորաձև եւ ինքնատիպ, տարբերվող միայն ու միայն Flashy Gold-ի հետ միասին։ Եվ իհարկե Մոնիկա ջան, մենք ունենք ձեզ համար պատրաստված գեղեցիկ նվեր անակնկալ Flashy Gold ընկերության կողմից, սա սիրով հանձնում ենք ձեզ։ Կարող եք կրել եւ վայելել։ Շնորհակալություն ձեզ։ Շնորհակալ եմ, Flashy Gold-ին դեռ շատ վաղուց եմ հետևում, համագրում գործունեությունը եւ անչափ շնորհակալ եմ հրավերի համար, նվերի եւ նաեւ գեղեցիկ եւ բովանդակալից հարցազրույցի։ Մենք էլ ենք շնորհակալ Մոնիկա ջան, քեզ մաղթում ենք բարի աշխատանքային ընթացք, թող շատ ու շատ լինեն քո աշխատանքային գործունեության մեջ հետաքրքիր պատմությունները, հետաքրքիր հարցազրույցները եւ իհարկե նաեւ լինեք ինքնատիպ ու տարբերվող, ինչպես այսօր եք։ Շնորհակալ ենք ձեզ։ Ձեզ եւս։ Հարգելի հետևորդներ, մենք այսօր բացահայտեցինք Մոնիկա Ալոյանի հետ միասին հետաքրքիրն ու թրենդայինը։ Հիշեցնեմ, որ Մոնիկա Ալոյանը մեր ամենաերիտասարդ մասնակիցներից մեկն է, մասնագիտությամբ լրագրող է եւ իհարկե իր ոճով տարբերվում է։ Ես Երվան Մարեյանն եմ, սիրով աշխատեցի ձեզ համար, ձեզ մաղթում ենք հաճելի հանգստյան օր, մենք կհանդիպենք հաջորդ կիրակի։ Մնացեք խաղաղությամբ։